Հայաստանում ձևավորվել է նոր հանձնաժողով, որը զբաղվում է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքներով։ Քաղաքագետներին, իրավապաշտպաններին, դիվանագետներին եւ հանրային գործիչներին միավորել է այն համոզմունքը, որ Հայաստանում այլևս չի գործում սահմանադրական կարգը։ Ընտրությունների ժամանակ արդեն երևի հազարավոր, մենք հարյուրավոր ենք ասում, բայց թիվը չգիտենք, խուզարկություններ են եղել։ Օրը մեջ մենք լսում ենք ինչ-որ մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատում են։ Դա քաղաքական հետապնդում է։ Իշխանությունը կարողացել է ստեղծել այնպիսի մթնոլորտ, երբ յուրաքանչյուրը սպասում է, որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը, ասում է Էլինար Վարդանյանը։ Ընդդիմադիր լիդերները կալանավորված են, հազարավոր հասարակ քաղաքացիներ էլ զրկված են օրվա հացից։ Սա ոչ միայն պարզապես քրեական հետապնդում է, սա նաև անձնական վրեժխնդրություն է այսօր երկիրը փաստացի ղեկավարող անձի կողմից, որովհետև Ծառուկյանի քրեական գործին զուգահեռ մեկ էլ հասկացանք, որ քաղաքապետարանը նկատել է, որ կենդանիները, որոնք պահվում էին Ծառուկյանի կողմից, ապօրինի են պահվում։ Մենք տեսնում ենք, որ Ծառուկյանի կալանավորումը զուգորդվեց բազմաթիվ ձեռնարկությունների ուրեմն կնքմամբ եւ այդ ձեռնարկությունների աշխատանքի սահմանափակմամբ։ Այստեղ, այսինքն այս իշխանությունը պատրաստ է խախտել ցանկացած իրավունք, սկսած մարդու կյանքի ազատության իրավունքներից վերջացրած աշխատանքի իրավունքով։ Իսկ ինչու են այս բռնաճնշումներին լռությամբ արձագանքում միջազգային կառույցները? Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի խոսքով, գուցե այսօր միջազգային իրավունքը կոմայի մեջ է, սակայն մեր պետության հանձնառությունները եւ եղած գործիքների ճիշտ կիրառումը կարող են օգնել զսպել իշխանության ախորժակը։ Այստեղ ներկա արևմտյան դեսպանությունների ներկայացուցիչները ամբողջովին լծված են այդ գլոբալ ծրագրի իրականացմանը եւ չեմ տեսնում, չեմ լսում, չեմ նկատում քաղաքականություն են իրականացնում հույս ունենալով, որ այդ ծրագիրը ի վերջո հաջողության կհասնի։ Պիտի հիասթափեցնեմ, մեր ժողովուրդը անցած տարիների ընթացքում ցույց է տվել իր ներքին դիմադրողականության ուժը, գուցե չի հաջողվել ամբողջովին հաղթանակներ արձանագրել, բայց միշտ էլ ելքեր է գտել թե իր ձայնը բարձրացնելու, թե իր կարծիքը եւ անհաշտությունը ներկայացնելու։ Այսօր Արևմուտքի եւ Ռուսաստանի մեջ կա մեծ կոնֆլիկտ, գիտեք, Ուկրաինայի հետ կապված, եւ արևմտյան երկրների համար ավելի գերակա է դարձել երկրներում ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, այլ աշխարհակաղակական կողմնորոշման համար պայքարելը։ Նոր հանձնաժողովն ըստ Բոզոյանի փորձելու է նաև պատռել միջազգային այն կառույցների դիմակները, որոնք տարիներ շարունակ քարոզում էին, թե պաշտպանում են մարդու իրավունքները։ Ահարոն Հայրապետյան, Արման Ղարիբյան, Էպիկենտրոն։